Ջախ-ջախի հաղթանակներ, բացառիկ, անհավանական և անկանխատեսելի արդյունքներ։ Ֆուտբոլում խոշոր հաշվով հաղթանակներ շատ են եղել։ Տեսանյութը կվերաբերվի այն հանդիպումներին, որտեղ խաղերից առաջ բոլորս ակնկալում էինք տեսնել հավասար պայքար, բայց թիմերից մեկը ուղղակի ջախ-ջախեց մյուսին։ Դա էլ ասեմ, որ տեսանյութը կվերաբերվի վերջին 15-20 տարում կայացած խաղերին։ Անսպասելի ջախ-ջախի հաղթանակներ։ Գնացինք։ «2011 թվականի Պրիմեր լիգայի հերթական երրորդ տուրում Մանչեսթեր Յունայթեդը ընդունել էր Արսենալին։ Ակնկալում էինք տեսնել հավասար պայքար, բայց փոխարենը թիմերից մեկը ուղղակի անցավ մյուսի վրայով։ Մանկունյանցիները զինագործների դարպասը 8 գնդակ ուղարկեցին, սեփականն էլ ընդունելով 2-ը։ Տվյալ խաղում դուբլի հեղինակ դարձավ Էշլի Յանգը, իսկ ահա Ուեյն Ռունին իր անվան տակ հետ-տրիկ գրանցեց։ Выбивается мяч прямо на Янга. Обыграл красиво, вводящий удар, 2-0, вот, пожалуйста, ответ честный. Это нокаут, я думаю. Блистательный гол форварда английской сборной. Ֆերգի սաներից աչքի ընկան նաև Դենի Ուելբեքը, Ջիսուն Պարկը և Լուիշ Նանին, իսկ ահա կանոնիրներից հաշիվը թռչեցին Թեո Վոլքոթը և Ռոբին Վան Պերսին։ Խաղի հերոս Ուեյն Ռունիի տուգանայինից հեղինակած գոլերը մեկնաբանությունների կարիք չեն զգում։ Մանչեսթեր Յունայթեդ Արսենալ 8-2։ Команда типа стоит насмерть, удар 4-1. 151 гол Уэйна Руни за Манчестер Юнайтед. Два великолепных гола близнеца со штрафных. 4-1. Так что забегать вперед не будем. Просто наслаждаемся происходящим. А честно, готов просто в сторону пойти, чтобы это всего не видеть. Մունդիալ 2014-ում Իսպանիայի ազգային հավաքականը համարվում էր առաջնության գլխավոր ֆավորիտներից մեկը։ Խմբային մրցաշարի անդրանիկ խաղում Կարմիր Ֆուրիայի մրցակիցը դարձան հոլանդացիները։ Ամեն ինչ գործող չեմպիոնի համար շատ լավ էր սկսվել, չէ՞ որ հենց նրանք Չաբի Ալոնսոյի օգնությամբ բացեցին խաղի հաշիվը։ Սակայն ինչ կատարվեց դրանից հետո իսպանացիները չեն մոռանա երբեք։ Ստացված այնպես, որ նարնջագույնները Իկեր Կասիլյասի դարպասը 5 գնդակ ուղարկեցին ու կերտեցին պատմական եւ սենսացիոն հաղթանակ։ Իսկ Ռոբին Վան Պերսիի հեղինակած ֆանտաստիկ գոլը դարձավ մրցաշրջանում լավագույններից մեկը։ Իդեպ հենց այս խաղում Իկեր Կասիլյասը թույլ տվեց իր կարիերայի ամենատհաճ վրիպումներից մեկը։ Արդյունքում իսպանացիները զբաղեցրեցին երրորդ հորիզոնականը եւ հրաժեշտ տվեցին Մունդիալ 2014-ին։ Хорошая скорость, уходит от Серхио Рамоса, и надо сделать пас или сделать гол. Надо что-то сделать, Робин. Это гол! Испания на коленях. Посмотрите на Икера Касильяса. 5-1. Что происходит, мама? Վերադառնանք Մարախլապատ Ալբիոն։ 2014 թվականին լոնդոնյան դերբիի շրջանակներում ապագա չեմպիոն Չելսին ընդունել էր Արսենալին։ Իհարկե, ֆավորիտը ազնվականներն էին, բայց որ նրանք 6 անպատասխան գնդակ կուղարկեին մրցակցի դարպասը, կանխատեսել կարող էին քչերը։ Սա Արսեն Վենգերի հոբելյանական 1000-րդ հանդիպումներ Արսենալի գլխավոր մարզչի պաշտոնում։ Արդյունքում խաղացողները փողկապ նվիրելու փոխարեն որոշեցին մարզչի համար իսկական անակնկալ պատրաստել։ Ինչպես տեսնում եք, դա ֆրանսիացի մասնագետին դուր չեկավ։ Այս խաղում կայացան բազում իրադարձություններ։ Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեն, ով իր վրա է վերցնում դարպասապահի պարտականությունները։ Կիերան Գիբս, ում գլխավոր մրցավարը սխալմամբ հեռացնում է խաղադաշտից շփոթելով նույն Չեմբերլենի հետ։ Չելսի Արսենալ 6-0։ Հանդիպման հաշվի վերջակետն է դնում Ռոմայի ներկայիս խաղացող Մուհամեդ Սալախը։ Պեպ Գվարդիոլայի հեռանալուց հետո Բարսելոնան ապրում էր կառուցման նոր փուլ։ Եթե Իսպանիայում թիմը կարողանում էր պահպանել իր դիրքերը, ապա Չեմպիոնների լիգայում ամեն ինչ այնքան էլ հարթ չէր։ 2013 թվականին Մյունխենի Բավարիան Յուփ Հայնկեսի գլխավորությամբ ամբողջ Եվրոպայում իրեն հավասարը չուներ։
Չնայած որ Բավարիա-Բարսելոնա դիմակայությունից առաջ ֆավորիտը կատալաններն էին։ Այդ իսկ պատճառով Ալիանս Արենայում կայացած առաջին հանդիպման արդյունքը կարելի է անսպասելի համարել։ Ավելի ճիշտ ոչ թե արդյունքը, այլ վերջնական հաշիվը։ Մյունխենցիները ջախջախեցին հյուրերին խոշոր 4-0 հաշվով։ Լոս Ազոլգրանան այս խաղում բավականին անօգնական տեսք ուներ։ Փոխարենը Բավարիայի առավելությունը ակնհայտ էր խաղային գրեթե բոլոր գործոններում։ Պատասխան հանդիպումից առաջ շատերը սպասում էին, որ Բարսելոնան վրեժ կլուծի առաջին մրցավեճում կրած ջախջախման համար, բայց արի ու տես, որ խաղը լրիվ այլ բան ցույց տվեց։ Պատասխան մրցավեճում նույնպես մյունխենցիները անցան մրցակցի վրայով, խփելով եւս 3 գնդակ։ Երկու խաղերի արդյունքում 7-0։ Նման հանգուցալուծում ոչ ոք կանխատեսել չէր կարող։ Այդուհանդերձ Բարսելոնան իր վրեժը լուծեց 2015 թվականի մայիսի 6-ին։ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում Լուիս Էնրիկեի սաները մյունխենցիների դարպասը 3 անպատասխան գնդակ ուղարկեցին։ Դուբլի հեղինակ դարձավ Լեո Մեսին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Նեյմարը։ Ով, բայց Ժերոմ Բոատենգը այս հանդիպումը չի մոռանա երբեք։ Месси, офсайда нет против Буатенга. Месси посадил и 2-0! 2-0, это космос! Это фантастика, что он делает! Это какой-то зверюга! Это Месси! Manchester United-ի երկրպագուները երբեք չեն մոռանա, թե ինչպես իրենց սիրելի ակումբը 2007 թվականին ուղղակի ոչնչացրեց իտալական Ռոմային։ Մանկունյանցիները ջախջախեցին ջալառոսներին 7-1 հաշվով։ Խաղի հերոսներից Քրիշտիանո Ռոնալդուն հանդիպումից հետո կհայտարարի, որ 6-0 հաշվի ժամանակ Ռոմայի ֆուտբոլիստներից մեկը խնդրել էր իրեն, որպեսզի նրանք դադարեցնեն ջախջախումը։ Фактически тот самый финт, который так любит Мансини, делает Роналду и делает лучше, чем Мансини. Керрик! Глори, Ман Юнайтед! 6-0, Майкл Керрик фантастическим дальним ударом. У них сегодня все получается, все. 6-0, я уже не знаю, это уже избиение какое-то, избиение футболистов Ромы. Фантастический матч мы сейчас смотрим. 4-1 հաշիվը որպես այդպիսին ջախջախում չես համարի, բայց երբ դա տեղի է ունենում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում, երբ առավելության է հասնում աութսայդեր թիմը, երբ խաղացողներից մեկը դառնում է պոկերի հեղինակ, այդ մասին չնշել չի կարելի։ 2013 թվականին ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ Դորտմունդի Բորուսիան նման խոշոր հաշվով առավելության կհասնի Մադրիդի Ռեալի նկատմամբ։ Այդ օրը հատկապես միշտ կհիշի Ռոբերտ Լևանդովսկին, ով ուղղակի փայլեց խաղադաշտում։ Բորուսիան հաղթեց մրցակցին պաշտպանությունից արագորեն հարցակման դուրս գալու շնորհիվ։ Шмельцер с левой ноги бьет, Левандовский, удар, гол! Роберт Левандовский, хет-трик в полуфинале Чемпионской лиги! 3-1 в пользу Дортмунда! Вот это да! Իհարկե պատասխան խաղում սերուցքայինները արեցին ամեն ինչ քամբեք ապահովելու համար։ Ուղղակի տարականորեն չհերիքեց ժամանակը։ 4-1, 2-0 եւ Բորուսիան շատերի համար անսպասելիորեն նվաճեց եզրափակչի ուղեգիչ։ Չստացվեց հաղթել Բորուսիային, փոխարենը ընդամենը 1 տարի հետո ոչնչացվեց ահեղ Բավարիան։ Սերուցքայինների ֆանտաստիկ մշակված հակագրողները ուղղակի անկասելի էին։ Փայլուն մարտավարության շնորհիվ Ռեալը Բավարիայի դարպասը 4 անպատասխան գնդակ ուղարկեց։ Ամեն ինչ վճռելով արդեն հանդիպման առաջին 20 րոպեում։ Դուբլի հեղինակ դարձան Սերխիո Ռամոսը եւ Քրիշտիանո Ռոնալդուն։ Լոս Գալակտիկոսը հաղթանակ տարավ, իսկ հետո արդեն նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, գնացելով պատմական դեսիմը։ Пока штрафной, кто пробьет? Криштиану, ну конечно, ему нужно забивать, он забивает 4-й под стенку. Но мы с вами сейчас становимся свидетелями истории, когда вот пишут на твоих глазах историю. Видите, а вы хотели спать уйти. Нельзя было уходить. Եթե դու եղել ես ֆանտաստիկ ֆուտբոլիստ, դա դեռ երաշխիք չէ, որ կփայլես նաև մարզչական աշխատանքում։ Այս խոսքերը ամբողջովին համապատասխանում են Դիեգո Մարադոնային։ Մունդիալ 2010, Արգենտինա, Գերմանիա, որ Բունդես թիմը ի վիճակի էր հաղթանակ տանել, սա բնական է, բայց որ ստորացուցիչ 4-0 հաշվով այդա կարող էին կանխատեսել քչերը։ Մասչերանոն խաղընկերների հետ հանդիպումից հետո հանդերձարանում լաց էր լինում, ինչը չես ասի Անգելա Մերկելի վերաբերյալ։ Գերմանիայի կանցլերի ուրախությանը չափ ու սահման չկար։ Այս խաղի իսկական հերոսը դարձավ Միրոսլավ Կլոզեն, ով իր անվան տակ դուբլ գրանցեց։ И продлеваются атаки сборной Германии. И Клозе! Это было красиво, показывает Клозе.
Մանչեսթերյան դերբին համարվում է աշխարհում ամենահետաքրքիր դիմակայություններից մեկը։ Բավականին բարդ է գուշակել, թե այն ինչ արդյունքով կավարտվի։ Անկախ թիմերի վիճակից այստեղ գրեթե միշտ ծավալվել է լուրջ պայքար, բայց գրեթե բառը իզուր չասացի, որովհետև 2011 թվականին քաղաքայինները ուղղակի ջախջախեցին MU-ին եւ իդեպ դա արեցին արտագնախաղում։ Ռոբերտո Մանչինիի ցաները իսկական պատմություն կերտեցին, քանի որ Մանչեսթեր Յունայթեդը իր պատմության մեջ նման ստորացուցիչ պարտություն չէր կրել։ Տվյալ խաղը ունի 3 հերոս՝ Մարիո Բալոտելլի, Դավիթ Սիլվա եւ Էդին Ջեկո։ Հենց բոսնիացի հարձակվողն էլ դրեց մրցակցի ջախջախման վերջակետը։ Сильва. Никак не угомонятся. Выход 1 на 1. Джеко возле чужих ворот. 6-1. Им было мало. Это была славная охота. Они почувствовали вкус крови. Манчестер Сити 6-1. Здесь людям можно только посочувствовать. Это, конечно, ну, припечатали называется. Припечатали. Հիմա անդրադառնանք արդեն Էլ Կլասիկոներում գրանցված խոշոր հաշիվներին։ Այս դիմակայություններում ջախջախիչ հաղթանակներ տարել են եւ մադրիդցիները եւ կատալանները։ Բարսելոնայի ամենացավալի պարտություններից մեկը գրանցվեց 2008 թվականին։ 4-1 գոլերի հեղինակ դարձան Ռաուլ Գոնսալես Բլանկոն, Արիեն Ռոբենը, Գոնսալո Իգուեինը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ռուդ վան Նիստելրոյը։ Կատալանների վերջին խոշոր հաշվով հաղթանակը գրանցվեց վերջերս։ 2015 թվականի նոյեմբերի 21-ին Բարսելոնան մրցակցի դարպասը ուղարկեց 4 անպատասխան գնդակ, որտեղ հատկապես տպավորեց Անդրես Ինյեստայի հեղինակած գոլը։ Իհարկե կարելի է հիշել նաև 2009 թվականին Մադրիդում կայացած Էլ Կլասիկոն, որտեղ Բարսելոնան տարավ 6-2 հաշվով հաղթանակ։ Այստեղ հետ-թրիկի հեղինակ դարձավ Լեո Մեսին, Թիերի Անրին էլ իր անվան տակ դուբլ գրանցեց։ Չնայած որ խաղի հաշիվը բացել էին սերուցքայինները, նրանք արդյունքում ջախջախիչ պարտություն կրեցին։ Самуэль Eto'o. Касильес бьется до конца, но вы знаете, не все в его... Пике, кстати говоря, Херард Пике Бернабеу его фамилия, если вы не знали. Я не видел лучшего футбола никогда в жизни. И драматичного такого необычного. 2010 թվական մարզադաշտ Camp Nou, Բարսելոնա Ռեալ Մադրիդ 5-0։ Սա Ժոզե Մորինյոյի Անդրանիկ Էլ Կլասիկոներ սերուցքայինների գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս հանդիպումը չեն մոռանա ոչ Ռեալի, ոչ էլ Բարսելոնայի երկրպագուները։ Խաղը անցավ լարված եւ կոպիտ մրցապայքարում։ Տանտերերից դուբլի հեղինակ դարձավ Դավիթ Վիլյան։ Աչքի ընկան նաեւ Չավի Էրնանդեսը եւ Խեֆրեն Սուարեսը։ Հենց Բարսելոնայի նախկին հարձակվողն էլ արձանագրեց խաղի վերջնական արդյունքը։ For their fifth as we're into stoppage time. Bojan's cross. Will it be 5? It will! It's Jeffrey the substitute has joined the party. A great goal for another one of the Barcelona boys who's come through the system. Well, look at the celebrations rather than the players. The despair again of Real Madrid. Մինչև այս պահը դիտել ենք բազում ջախջախիչ հաղթանակներ եւ ստորացուցիչ պարտություններ։ Սակայն Մունդիալ 2014-ի ժամանակ կայացավ մի հանդիպում, որը չես համեմատի մնացածների հետ։ Ըստ մեզ, սա այս դարաշրջանի ամենանվաստացուցիչ պարտությունն էր։ Իհարկե խոսքս բոլորիս համար շատ լավ հայտնի Բրազիլիա-Գերմանիա հանդիպման մասին է, որ Բունդեսթիմը ավելի ուժեղ էր, դա գիտեինք դեռ մրցավեճից առաջ, բայց կռահել նման հանգուցալուծում գրեթե հնարավոր չէր։ Լաց էին լինում ոչ միայն ֆուտբոլիստները, այլ ամբողջ բրազիլացի ժողովուրդը։ Սա նրանց համար իսկական ողբերգություն էր։ Գերմանացիները խաղից հետո կհայտարարեն, որ մի պահ դադարեցին հարձակվել, որովհետև ուղղակի խղճացին մրցակցին։ Մյուլլեր, Կլոզե, Կրոս, Խեդիրա Շյուրլը։ Նրանք ուղղակիորեն անցան պենտակամպիոնների враев։ Սա իսկական հարված էր կազմակերպիչ երկրի հոգեբանության համար։ Лам в порядке. Хедира. Против него Оскар обороняется. Передача в штрафную на Лама. Лам. 6-0. 6-0. Раз, два, три. Шестой. Передача опять в штрафную. Опять еще один, 7-й. Шюрле. У них все летит еще. Они мало того, что играют здорово. Все удары завершаются забитыми мячами. Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Ավարտին է մոտենում մեր գլխավոր պրոյեկտը։ Խոսքս այն անակնկալի մասին է, որը խոստացել էինք շաբաթներ առաջ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին, դա իրոք մեզ շատ կօգնի։ Եթե չլինեիք դուք, Ինտերֆուտբոլը իր գործունեությունը ավարտած կլիներ վաղուց, այնպես որ չենք դադարի ասել շնորհակալություն բառը, անկեղծորեն գնահատելով մեր բոլոր բաժանորդներին։ Առողջ եղեք, կհանդիպենք։